վարորդների համար ասեմ, այսօր վարորդների համար տարեկան 55,000 մարդ դատվածություն աստանում, վարորդ էլ խաբար չի, որ դա իրա վրա դատվածություն է, որ գնաց ասենք թե արտասահման կառույցներ աշխատելու չեն ընդունելու, որ ուզենած վիզա ստանած չեն տալու, կամ վարորդը վարելու համար կարելի է մարդու վրա դատվածություն դնել։ Մի բան էլ ասեմ, կարևոր այսօր դրել են 13 միավոր, լավ քաղաքացու համար գնում է գործի գալի նորմալ է, բայց որ մարդը իր տունը բաղում է, այսօր 30% քարծունը, թեկուզ բարձրագույն դիպլոմ ունի, ինչ ունի, իր տան հացը վաստակելուն տաքսի է քշում, որ գոնե կարողանա իր տունը պահի։ Ասեն թե հիմա նրան էլ 13 միավոր, քաղաքացուն էլ 13 միավոր, դա արդարացի չի։ Լավ 13 միավորը լրացավ, մարդ իր երեխու ոնց է կերակրելու։ Տաքսիստներին կարավոր են գանի, սարքի 25-30 միավոր։ Ասեն թե որ կարողանա գոնե այդ մարդ իր տունը պահի։ Հիմա այդ իմ ասելուց հետո մի հատ էլ բան արեց, որ 50,000 վճարեք ձեր պրավեկը վեկալեք։ Հիմա մի հատ էլ թող այդ մի քայլը այդ դատվածությունները լրիվ հանեն, որ դες բան գոյություն չունի, մեկ էլ միավորներն ավելացնեն։ Կալանավը վարելու մեր աղբեն եղբայրների համար թող որոշում կայացնի ամսի 28-ին, թող մի հատ ներում շնորհի, ասի ձեր ցավը տանեմ, ներում եմ շնորհում։ Ասում եմ, ես ուրախ եմ, կարևորը իմ համար, որ հարցերը կարգավորվի, կապ չունի, ասում եմ պարգևավճար են տալի, ոնց եք նայում, ասում եմ շատ լավ եմ նայում, պարգևավճարներ պետք է տան, որ ասեն թե հիմա նախարարի վարչապետի աշկը ուրիշ տեղ չլինի, այդ գումարը բավարի, բայց տալուն ձև կա, ուսուցիչը ստանում է 100,000, 120,000, նախարարը ստանում է 8 միլիոն, այդ ցավը տանեմ, ուսուցիչին էլ ասա քո աշխատանքի չափով 120,000 քեզ եմ ես պարգևավճար տալի, որ արդարացի լինի, այսօր կան անարդարացի մոտեցումներ, որ դա էլ պետք է փոխվի։ Ցանկացած խնդիր եղբայր, այսօր անեցած զարգաց, որ մա գյուղ նախարարություն չկա, ժողովուրդ։ Գյուղացիները գնացեք շրջեք տարածքով, պատերի տակ խեղճացած նստած իրենց անելիք չի գիտեն։ Սերմ չկա, պարարտանյութը թան, 13,000, որ նրանք գյուղատնտեսությունից հասկանան, 13,000, 6 արկղ պտի 10, այդ 60 են էլ մոտավորապես 80,000, այդ գյուղացին որ չորեն ցանի, 150,000 էլ պիտի վարել ցանելու սերմի համար տան, այդ արեց գումարեցի, ասենք թե 60,000 էլ 240,000, գյուղացին չջրովի տարածքում պտի ստանա տոննա 800 կիլո կամ 2 տոննա, 2 տոննայի կես, այդ ոնց ասենք թե շունալով շունցով, վատունը ոնց է պահել, պետք է մտածեն, պետք է բերեն, մարդկանց տրամադրեն, գումարը տեղում չուզեն, գյուղնախարարություն պետք է բացվի, պետք է լիարժեք մարդկանց ապահովեն սերմով, պարարտանյութով, պարարտանյութը 5,000 դրամ պետք է տա, պետք է թող դոտացիանը 3,000 դրամով տա, որ մարդը գյուղում մնա, գյուղը չդատարկվի, սահմաններն անդել չմնան, գյուղացին բերք ու բարիք ստեղծող է, սահման պահող է, դոտացիա պետք է տան, Ժողովուրդ ջան, ես անպագորգոր բաներ չեմ ասում, իրականություն եմ ասում, պետք է մարդիկ մտածելու իրավունք ունենան, որ սահման են պահում, ամեն ինչից կտրված են, ուրեմն մարդը պետք է առավելություն ունենա, արտոնություն ունենա, որ կարողանա իր ընտանիքը գոնե բարեկեցիկ կյանքում պահել։ Սաղ ավելացած, թանկացած, դու գազնել կես գետուր, հոսանել, բա պետությունը քո վրա է գալ, որ քո ժողովուրդը դեմքին ժպիտ լինի, քեզից էլ գոհ լինի։ Դե չէ սուտ ասելով, դատարկ խոսալով, 8 տարի խոսում են, ինչ ասեն, ինչ են արել, կարակ մեկը ինձ ասի, որ այդ 8 տարվա մեջ մի ասած իրականություն է դառել, բացի թանկությունից, բացի տուժտուգանքից, բացի հարկեր ավելանալ։ Կատես բան, եղել է մի լավ բան։ Սպասում եք 8 տարի չի եղել, չի կարել լինի։ Այսօր ժողովուրդը հոգնել է, ժողովուրդը փոփոխություն է ուզում, այնպիսի փոփոխություն, որ մարդիկ իրենց առօրյայի վրա զգան։ Ունենք լավ ծրագիր, կարդացեք, խնդրեմ, տեղյակեք բոլոր խնդիրներից, կարգավորած ունենք լավ թիմ, լավ համակիրներ, որոնք ցանկություն են հայտնել, այո, մեր կողքի լինել, որ միասնական այս վիճակից դուրս գան, մեր մեջ կուղենք, ժողովուրդ ջան։ Այս ընտրությունը դուք կատարում եք, ձեր ցավը տանեմ, որոշողը դուք եք, ապրողը դուք եք։ Ես ասել եմ, որ այսօր 80-78 կուսակցություն կա, մեր հայերն են, կապ չունի, մարդը դա է անդրել, բայց կարևորը մի ազգ ենք, մի ժողովուրդ, այս երկրում ենք ապրում, պետք է իրար մեջ գցեք բռնեք,
ով կարադանի, որ թիմանի, ով արած ունի, ով այ խոսքը պահե, որ այսօր ես ասեմ հանրապետությունով ման եմ գալի, բոլորն էլ գոհ շնորհակալ, լիարժեք ինչ խոստացել եմ արել եմ, չեմ կարողացել, չեմ խոստացել, այսօր խոստանում եմ, ունեմ լավ թիմ, ունեմ լավ ծրագիր, ունեմ ցանկություն, մենք պետք է կարողանանք դա իրականացնենք, մեջքներս ուղղենք, աշխարհով մենք հպարտ քայլենք, այսօր մտածելով, որ մենք էլ աշխարհում ասելու բան չունենք, Քրիստոսի արձանը Աստծու կամով, Աստծու մտքով ցանկությամբ, կառուցումը հադիսի գլխին, ամբողջ աշխարհը տեղյակ է, ամբողջ աշխարհը ուզում է գա, պատկերացրեք, Յոր իմ ամեն ասած, ասեմ այսօր 50 հատ գործանել կսարկեմ, բայց 50 հատ գործանով իմ ամբողջ ժողովուրդը զբաղվածություն չի ունենա, 50 հատ կառուցեմ, թող ամեն տեղը 100 հոգի աշխատի, ասենք թե 50-ը 100-ով 5000 հոգի աշխատելու է, բայց 5000 չենք, մենք 3 միլիոն ենք, խոշոր ծրագիր է պետք, 2, 3, 4, որ բոլորն էլ գործ ունենան, բոլորն էլ փողեր աշխատեն, փոքր ու միջին հիմնեն, փոքր ու միջին բիզնես հիմնեն, եթե ասեմ հիմա արձանը բացվեց, 20 միլիոն մարդ եկավ, շատ է գալու, ու Աստծու կամով կնենց է կառուցվում, որ նմանակ աշխարհում չկա, որտեվ Աստված մեզ հնարավորություն է տրվել, որ մենք ենք աշխարհում, առաջին քրիստոնյա 301 թվականին ունեն, 20 միլիոն գա ժողովուրդ ջան, 5000 դոլար ամեն մեկը ծախսի, 100 միլիարդ անում, 100 միլիարդ, այդ 100 միլիարդը սաղի մոտ լինելու է, այդ տուրիստները 7-10 օրով գալու են, Սևանել են գալու, Քավառել են գալու, Երևանել են գնալու, Դիլիջանել են գնալու, գալու են ստեղ, մանգան, այդքան հյուրանոց էլ չկա, մարդիկ կարող են իրանց առանձնատան մի մասը, որը տրամադրեն, որը փոքր ու միջին բիզնեսով, ինչ որ մի բան ընտանիքով կազմակերպի, որը անմիջապես վաճառք լինելու է, այնպես որ սպասեք լավ փոփոխությունների ժողովուրդ, դրամատուրգները բարձր պահեք։ O bana tanıttığım kurtarıcına. Dostlar դրացակու ցավը տանը տվեք բանջեք։ Asta tip. Հեսա կասեմ, ամենակարևոր ասում եմ 20 միլիոն գալու դեպքում 100 միլիարդ, մեր բյուջեն 7 միլիարդ է, որը 100 միլիարդ իմ երկրում է մնալու, բյուջեի մա փող լինելու, նայելով, որ այդքան աշխարհով մեկ խոսում են, հիմա նոյան տապաննել եմ կառուցում, սա գործերը դրել եմ միան, ամենակարևորը գործն է մնայուն, որ սա աշխարհը խոսում է, իմ ժողովուրդն էլ է խոսում, ժողովրդի դեմքին ժպիտ է գալի, հույս ու հավատ է գալի, որ լավ է լինելու, մարդիկ վերադառնալու են, մեր գնացածներն էլ են գալու, ընտանիքով բիզնես եք ձեռնարկելու, աշխատատեղ է լինելու, մեկը մի հատ օբյեկտ է դնելու, բացելու են, որտեղ այդքանի սպասարկել է ժողովուրդ ջան, մնալ է, կերակրել է, դա իրոք զարգացում է մեծ գումարների մասին է։ Այնպես որ դուքները տեղը պահեք, ընտրությունը ճիշտ արեք, պարզ է, այսօր զորով պարտավորված առաջվա վրա ոնց էին ասում, 3 միլիոն վարչապետ ունենք, ախպեր որտեղից այդ մարդկանց մասին լսում եք, թույլ եք տալի խոսան, 2 բառ ասեն, կամ հարցնեք ոնց եք, ինչ եք, որոշողը մի մարդ է, որոշեց ու բրծավ, կարևորը որոշողը ասել են դուք եք, գնացեք ընտրության, ձեր հոգու խղճի առաջ, ձեր երեխու ապագայի համար, ում հետ հույս եք կապում, ում հավատում եք, ձեզ այն էլ սուսուպուս տվեք, մի ասեք ում եք ասեմ ընտրում, ով հարցնում է, ասա քեզ եմ ընտրելու, ով ասա չեմ գնալու ընտրության, բայց գնաք ընտրությունը կատարի, բոլորդ մասնակցեք, բոլորդ լիարժեք ու ամեն ինչ կփոխվի, հավատացեք ժողովուրդ ջան, Աստված ձեր բոլորին